2+3 Գիտեիք։ Ո՞նց չգիտեմ։ Ինքն ամեն ինչ գիտե, Ես ձեր մշտական ընթերցողն եմ։ Փաստորեն մեր հեռուստադիտողներից մեկն էլ դուք եք։ Անպայման, Շատ հաճելի է, շատ։ Կույտուլու։ Էս ինչ լավ տեղ եք ապրում։ Հա շատ լավն է, բայց Շատ չի լավ է։ Իվալի տենքելի։ Մի կերպ ենք անում էլի։ Չեք հանձնվում։ Չենք հանձնում։ Սրբասարի ամենատարեց բնակիչներն են Պավլիկ Պապն ու Ջուլիետ տատը։ Ընդամենը 10 տարվա պատմություն ունի սարվոր լինելու նրանց այս կարգավիճակը, որը լի է արկածներով, զարմանալի, հաճախ անսպասելի դեպքերով։ Նման մի պատմության հետևանքով Պավլիկ Պապն արդեն 2 տարի ձեռնափայտի օգնությամբ է շարժվում։ Կովերը կռիվան էին, ասի միջամտեմ։ Այդ ուր ես ասում։ Հա, ընել ինձ էլ հետը խառնեցին ու տվին։ Գիտեք ինչ արել։ Մենք միշտ անասում բհել ենք։ Կոտրեցին ես ու ջես։ Գնացել է 2 կովի պոզիցը բռնել, ասենց որ անջատի կովերն էլ ջղայնացան, իրան տվեցին, այս կողքես ուջեն կոտրվեց։ Գնացի օպերացիա Վիրահատեցինք։ դժվար եմ մանկալի։ Առանց այդ էլ դժվար կյանքը ավելի դժվարացավ։ Կոտրած կոնքով անասունի ետևից գնա փայտ կոտորի տանիք նորոգի, ցանկապատ անի հորթերին կովերից անջատելու համար։ Մի խոսքով առավոտից իրիկուն գործ։ Սարի կյանքը իհարկե դժվար է, անասուն պահել այդքան էլ հեշտ չի, դժվար է։ Ջուրա պետք է լմբանալım տրակտորով գնում ենք, լցնում ենք, բերում ենք։ Շատ չենք չարչարվում էլի։ Տրակտոր ունեք դուք։ Հա, մեր տրակտորն է։ Պապիկ այդ տրակտորով աշխատել է երկար տարիներ, վերջում էլ իրան են տվել։ Ջուրը ցիստերով բերում ենք, շատ չենք չարչարվում։ Սարի ու Սարվորի կյանքին դեռ կվերադառնանք, բայց նախկին հեռախոսավարի ու տրակտորիստի միությունը մեզ ավելի է հետաքրքրում։ Օրինակ, թե ինչպես ամուսնացան, ընտանիք կազմեցին ու արդեն 56 տարի համատեղ կյանքում մեկ զանկակ եղան, մեկ բամբակ, գյուղում, Սարում դաշտում, կոլտնտեսությունում ու պետական տնտեսությունում։ Ես Դովեղի աղջիկ եմ, այս նոյեմբերյանի կողքի գյուղնամոտիկ, Պավլիկն էլ նոյեմբերյանի։ Եկել են ինձ հարս են բերել։ Դովերից նոյեմբերյան քաղաք եք եկել։ Ահա, գյուղից քաղաք եմ եկել։ Իսկ գող մնացիք պապիկից, ձեզ ոնց պահեց։ Այս պապիկը այնքան խելոք, լավ պապիկ էր։ Մի քիչ վրիս խոսում ա մեկ մեծացել է երևի։ Շատ Ծուրպաներ ես անում, ես խոսում։ Ինչ եմ անում դե ասա ծուրպան։ Ծուրպան, չէ, Իրա սրտի բաներ։ Լավ պապիկ է ձեռքս ընկել, անող, լող, աշխատող ու կարդացող։ Սա Ջուլիետ տատի խոսքերն են ուղված սիրելի ծերուկին, որից հետո մեկ-մեկ իրենց լեզվով ասած քնքշվում են։ Ասենք մի թեթև նեղանում, բայց որը շատ կարճ է տևում։ Սարերի այս գագաթներին խստաշունչ բնության գրկում հատկապես դժվար է առանց փոխադարձ ամենօրյա աջակցության ու խնամքի։ Երկար նեղացած մնալը վնասաբեր։ Չեք սիրել։ Սաբաբու։ Ասել Այդ հայետը ցել չես սիրել։ են Սաբաբով էլ եմ վաղ տենց էր։ Իսկ գող մնացիք ձեր սաբաբից, թե ասեցիք ու ասեցիք։ Չէ, սաբաբը տեքրս էր։ Այդ մեր գյուղիցը ինքը հացի փռում էր աշխատում, մեր գյուղից ընդեղ աշխատող կար։ Ասել էր ախորս մար մի լավ աղջիկ եմ ուզում նել ցույց երթվել մեր արևանքիններ։ Եկան տեսան, հավանեցին։ Ինքը շատ սիրուն էր, ես սև էի, բայց ինքը սիրուն տղա էր, շատ։ Դուք սիրեցիք մի անգամ։ Ձունել իմ հարիչ սիրում։ Հա, դե լավ։ Հարսանիքով բերեցին Ազիզ ջան, բայց ընդով սպիտակ շորչ կարա այդ գույնի տենց վարդագույն մի հատ դեյրա հագցրին, ոչ թակ կար, ոչ բան կար, բայց նվակով բերեցին։ Լեռների այս անհունության մեջ թե պարաբրոպեներ են ունենում, հուշերի ու հիշողությունների գիրկն են ընկնում։ Չէ, ջահելների հիմիկվա սերերին հավան չեն, մի տեսակ դրա մեջ էլ շահ են փնտրում։ Սեր բառն էլ նրանց համար հիմա այլ ձև ու այլ մեկնաբանություն ունի։ Ջահել ժամանակ սերը ուրիշ ձևի ալնում, մեծ ժամանակ էլ ուրիշ ձևի։ Հիմի էտա մեծացել ենք, չհիվանդանա, ճաշը պատրաստելի եւ այլը, այդ ձևով ուշադիր Մեկը մյուսին օգնում ենք էլի ու կարեկի դեպքում օգնում ենք կովիկ թելա բերելա այդ ձևի դե օգնում ենք
Հիմիկվա ասել է, թե այս տարիքում սերը դա ամենօրյա ուշադրությունն ու հոգատարությունն է միմյանց նկատմամբ, բայց հիմիկվա ամուսնություններն էլ տատին ու պապին խորթ են, իրենցն ուրիշ էր, ավանդական ու քաղցր, թեպետ հիմի լեն ու բոլ աշխարհ է, լեն ու բոլ հնարավորություններ, մեծ ապրուց դա էլ շատ լավ է։ Տարեց ամուսինները հեռավոր այս յայլայում իրենց բախտավոր ու օրհնված են զգում, լավ երեխաներ, թոռներ ու ծոռներ ունեն, հիմա նրանց հաջողություններով են ուրախանում ու մեկը մեկով, որ կան, անբաժան են, աշխատում են ու ապրում են։ Ոչ մի անգամ մի հատ կոպիտ խոսք ասած չի, ոչ երեխին։ Երեխեքը թոռներս տուն մտնում դրսից, ինքը սեղանի մոտից կանգնումա, որ երեխեք նստին։ Բաբա էտա պետք է բաղոց։ Բայց առանց թոռների ոնց է կանում այ։ Շատ վատ մի մեծ թոռնուհիս Ֆրանսիայա, բայց ամեն օր խոսում ենք օրը քանի անգամ, հիմա տեսա կապը կա, հեշտ է, բայց դժվարանում ենք։ Պապիկն էլ ամեն օր հաշվում է, ջուլիս գալուց է, այսքան օր մնա, ջուլիս գալուց է։ Իրա կուրսից է 4 հոգու ջիգել։ Էս մեծ հանեմ էլի։ Անարատ ծաղիկներից կովերը արածում են, ծաղիկներից բերում են մեզ կատ տալի, մենք էլ համով սարքում ենք։ Շատ համով ալում։ Այս քանի կիլիանոց է հիմա։ Կարող է 2.5-3 բոտովրապես լի։ Հեռավոր այս ուրթում սրբասարում տատն ու պապը խաղաղ ու երջանիկ ծերություն են ապրում։ Ճիշտ է, սարում կյանքը հեշտ չէ, բայց իրենք էլ շուտ հանձնվողներից չեն։ Աշխատում են ով ինչքան կարողանա։ Օրինակ այս տարի ընդամենը 5 կով ու 5 հորթ են սար բերել, բայց վստահ են ու շաշտանը մի բոլ ապրուստ արած տուն կգնան։ Յուղ, ջիլ, պանիր, մոթալ, մսացուներ, հանդի 1000 ու մի բարիք, թթու դրած, չորացրած կամ պահածոյացրած։ Էնպես որ խանութից քիչ առնելիք կմնամ։ Անասունը ծախում ենք, մի կարիք ենք անում, վերջը էլի։ Վատ չի, աշխատանք այլի անում ենք, մեծացել ենք, բա ուրիշ, ես պոշտայում հեռախոսավարուհի եմ աշխատել երկար տարիներ, պապիկն էլ տրակտորիստ, թոշակ ենք ընկել, անասուն ենք պահել։ Պարապ չեք մնում։ Չէ, պարապ չենք մնում, պարապ մնալ չենք կարա, պարապ մնալ։ Այս մաքուրոթերը, այս թարմոթը, կանք շնչենք, ենքան սիրուն ծաղիկներ կա ստեղ առաջ տարին, որ եկել ենք, սաղ սենց գույն ծաղիկներ էր, հիմա ձին տակրին կերավ, թե ինչ էլավ, շատ չկա ծաղիկներ, էլի լինում ահմի տերտուշ չեկել էլի։ Բնության մոտ, բնության մեջ սիրահարված են արարող բնությանը ու ամենօրյա հոգսերի ու ծանր աշխատանքի մեջ նկատում են նաև այստեղի շքեղ ու արտասովոր բնության ելևէջները, կարուն, ամառ, աշուն։ Այս աշնանը հմի մի ուրիշ ծևյա չէ գեղեցկությունը ծառերի, իսկ աշնանը այս ծառերը ոնց որ գծած մի գիծը կանանչա, մեկը դեղինա, մեկը կարմիրա, շատ գեղեցիկ։ Թորներս, որ գալիս են, շատ ուրախանում են, այդ նկարում են ու տանում են Facebook են գծում, ենքան գեղեցիկ ալում։ Տատն ու պապը սրբասարի ներկա բացականողներն են, հաշվել են դեռ մի քանի բինա սպասում է իր սարվորին, ասում են սարերում մի բան կա, որ չես գտնի ոչ գյուղում, ոչ էլ առավել եւս քաղաքում։ Ընդամենը 18 ընտանիք է սրբասարում ապրում, բայց նրանք բոլորը մի ընդհանուր թելով են իրար հետ կապված։ Առանց մի խոսքի խնդրանքի մեկը մեկին օգնում են, մեկը մեկով ապրում, ասել է թե սարում իմ ու քո չկա, բոլորինս է, բոլորով է։ Լավ է, ստեղ կյանքը լավ է, հարևանությունը լավ է, մենք ծեր ենք, չենք կարողանում ասենք մի գործ անենք, լրիվ օգնում են մեզ, հարևանները, սրսկելու ակովին կամ հորթին, լրիվ օգնում են, շատ լավ մարդիկ են ստեղ, շատ լավն են։ Ու այսպես դժվար աշխատանքով, դժվար վաստակած ապրուստով սպասում են ամառային սարագնացության միջօրեին, Վարդևորին, ասել է Վարդավառին։ Մինչև Վարդավառ մի բան է, Վարդավառից հետո էլ այլ բան։ Վարդավառն էլ է շատ լավը, գալիս են լրիվ թորներս հարազատներին գալիս են, այս ջուրը հիմի չի գալի, կտրվել է, ինչ որ խափանում կա։ Գնում են այդ ջրի մոտ նավիցը դրճում իրանց համար պատրաստում են։ Բաներ կա, չէ։ Յուղալավաշ, ագդակ գիտեք, նազուկ, հաց ենք թխում, շատ լավն է։ Տատին ու պապին հրաժեշտ ենք տալիս ու շտապում ենք շրջել սրբասարում, ներկա բացակա անել։ Գնում ենք Մեխակի ու Ռիմայի կացարան, որտեղ հեռվից էլ երևում է խառնաշփոթ է։ Նոր են ուրթերին հասել, կենդանիները դեռ ճանապարհին են։ Ինքը իրանով այսպես մի հատ ու մինչև կենդանիները տեղ կհասնեն, փորձում են հասնել իրենց կացարանը խելքի բերել։ Բայց դե մենք պիտի խանգարենք, մի քիչ էլ գործից կտրենք։ Ռիման ամեն ինչով պատրաստ է ժամանել սար։ Մինչև կսկսի սարի բարիքները ստեղծել, առաջին օրերին յոլա կգնան գյուղից բերած բարիքներով։
Քամանց մածունը այս ձեր հետ եք բերել աչքից։ Մեզ հետ ենք բերել, հա։ Ահա։ Որ համ մածունի մերան ունենանք։ Այս էլ իմ պատրաստած բաստուրմաշուճուխն է մերանասունից։ Ստեղ ամեն ինչը տնական է, բնական է, ձեր ձեռքի պատրաստած բաներն են լինում։ Տնական։ Ժողովուրդ որ գա կնդեն կլելու կգա կհամենակ բանկի հյուրասիրի։ Ապրեք շատ շնորհակալություն։ Մեծ փուրը մեզանից մոտիկ է, հաց ենք թխմողակ, ես որ նոր ենք եկել հիմա առել ենք բերել։ Մեխակի ու Ռիմայի համար այստեղ ապրող շատերի համար սրբասարը ամառանոց է։ Երբ արոտն ու անասունների ջուրը կչանա, էլ ավելի վեր կգնան դեպի լեռները, իսկ աշնանը նույն ուղիով կվերադառնան այստեղ, ապա ավելի ցած դեպի տակ ձմեռանոց, որ կարողանան մինչև ուշ աշուն ձմռան համար ապրուստ ստեղծել, էլածի տեր դառնալ։ Այս ովա գցում են, որ հորթերը չկային բացել։ Դա չկբացեն դուրս կտարուն արդեն շատ դժվար է սրանց հավաքել։ Ամառոց դե վերջանալու է, ստարոտը պակասելու է, առաջ ենք գնալու, օրինակ մենք առաջ ենք գնալու, միջև կարմիր գյուղ գնալու ենք, բան, Տեղեր ունեք բինաներ։ Հա, ունենք, գնալու ենք, դեմի, ինձ զենց որ ասես խոթարքները էլի չի գայելի հիմա գնալ ընդ։ Ստե որ խոթարքները ընձում են, անասուն առաջ ենք տանում, առաջ ենք գնում, միջև խորաշուն մնում, հետա ի շնոր։ Ապրուստարած։ Հա, ապրուստարած ամեն բան, ինչ բա դրա համար ենք չարչարում, ոնց չենք անում։ Գալիս ենք մեր եղածով ամեն ինչով, պատահական բան ենք մենք առնում խանութից օրինակ։ Այնքան աշխատում ենք, այնքան ունենում ենք, մենք պատահական բան։ Խոսքի ալուր կառնենք բան, դե բաներ էլի, պատահական բաներ։ Մեր մսով, մեր ամեն ինչով, մեր յուղով, պանով, կաթով, բանով, մենք լրիվ ապահովված մարդիկ ենք մեզ համար։ Ուրիշ թե ոնց կմտածեն ինչ կանեն, ուրիշի չենք ուզում, ուրիշն է մեզանից ուզում, այլ տենց ասեն։ Ընդհանուր որ վերցնենք մեր այս տարածաշրջանում հենց աշխատանք չկա, որ ասես մարդիկ մի գործանում աշխատեն տոսյո էլի մնացած բաներ, դες բաներ չկա, ստիպված վերջը անասնապահությամբ ենք զբաղվում, ուրիշ բան չկա, ես էլ որ չես անում արդեն էլ չի լում, ինչքան աշխատում ես ենք անել տանում ես, մենք եթե չանենք առավոտ չվեկենանք մեր անասունը նորմալ վերջը ամեն ինչը անենք, կողը կթենք հորթով վերջը, տակ գցենք իրակատնուտի, ամեն ինչն անենք ոնց կլի, լիլ չի, բայց լուր ենք եկել ստեի հասել մենք, դե բան չկա։ Իրացնել ունենց խնդիր չունենք, մենք ընդհանուր կաթրամթերքը մեզ համար ենք սարքել, յուղապան իրա մեզ համար, մնացածը մսի ենք բանան, շուր տալի, կաթ տալիս ենք անասունին, մեծանում է, հետո անասունը տեղը մթերում ենք, մեր կովերը տանում, իջնում, ներքև գնում։ Մի հատ էլ մորթում, մեր ընտանիքի համար։ Մեխակին ու Ռիմային շատ շուտ հրաժեշտ ենք տալիս, որովհետև լուր է գալիս, որ ճանապարհին կովերից մեկը հոգնել է, առաջ գալ չի ուզում։ Մեխակը շտապում է հասնել իր կենդանիներին օգնել մեքենայով սար բարձրացնելուն։ Ու մինչև մենք կհիանանք սրբասարի գեղեցկությամբ, հեքիաթային բնությամբ, Մեխակի ու Ազիկը տեղ է հասնում, հոգնած ու ժասպառ կովն էլ հետը։ Արի։ Լավ արսե, մի րոպե տենց կանգնի դու։ Լավ, այչի։ Կուզե դուրս կկարտան։ Հոգը հանեք հոգին։ Ու այսպես նրանց ամեն օրը պայքար է բնության դեմ, պայքար կարկուտի, արևի ու անձրևի դեմ, գայլ ու արջի դեմ, բայց այդ պայքարի մեջ նրանք երջանիկ են։ Սարերի գեղեցկությունը նախնիներից ժառանգած բնությանը մոտ լինելու, բնության հետ լինելու հազարամյա ավանդույթը մոռացնել է տալիս բոլոր դժվարությունները։ Լինում է, ամեն աշնան ասում են, թե սա իրենց սար բարձրանալու վերջին տարին է, սակայն գարնան գալու հետ նրանք կրկին այստեղ են, քանի որ սարոյանական հերոսի նման նրանց սիրտը լեռներում է։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Սրբասարից անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։ Ու մի հատ հետաքրքիր բան ես նկատեցի,